Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգներ-Իրան բանակցություններում առաջընթաց է գրանցվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիից Վաշինգտոն թռիչքից առաջ։ Նա լրագրողներին ասել է, որ կարող է լավ նորություններ հայտնել Իրանի վերաբերյալ։ Լրագրողները հետաքրքրվել են արդյոք Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ևս մեկ փուլ կլինի։ Շատ շուտով Իրանի հետ բանակցություններ կլինեն։ Ես չեմ կարող ասել, թե վաղը ինչ կլինի։ Կարող եմ ասել, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Ես շատ կցանկանայի տեսնել, որ միջուկային համաձայնագիրը կնքվի, եզրափակել է Թրամփը։ Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտնել է, որ Թեհրանում ուսումնասիրում են Օմանի արտգործնախարարի կողմից վերջին հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկները։ Իրանցի դիվանագետի խոսքով օմանական կողմն առաջարկել է խոչընդոտները վերացնելու լուծումներ, որոնք ներկայումս քննարկվում են։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հռոմում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների 5-րդ փուլն ավարտվել է առանց համաձայնության, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները։ Բանակցությունների 5-րդ փուլից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ իրանական կողմն ակնկալում է լուծել տարաձայնություններ առաջացնող հարցերը ամերիկացի ներկայացուցիչների հետ մեկ կամ երկու հանդիպման ընթացքում։ Նա ընդգծել էր, որ Հռոմում կայացած հանդիպումից հետո Վաշինգտոնը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին մեկ շաբաթում ռազմագերիների 3-րդ փոխանակումն են իրականացրել, այս անգամ 303-ը 303-ի դիմաց բանաձևով։ Այդպիսով ամբողջությամբ իրականացվել է մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակման վերաբերյալ։ Սա գերիների ամենամեծ փոխանակումն է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը երրորդ գիշերն անընդմեջ ենթարկվում է ռազմական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Ուկրաինայի մայրաքաղաքում տագնապը տևել է 6 ժամ, գրել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավարը։ Ռուսաստանի զինված ուժերը հարվածային անօդաչու սարքերով գրոհել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Հարձակման հետևանքով վնասներ են եղել քաղաքի Դնեպրովսկի թաղամասում։ Զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի 13 շրջան, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը։ Գրանցվել են նաև բազմաթիվ ավերածություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ մայիսի 26-ի գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը տարբեր շրջանների օդային տարածքում ոչնչացրել է 96 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանցից 6-ը խոցվել է Մոսկվայի մարզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խելագարվել է, զգուշացնելով, որ եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանման։ Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել, նա անտեղի շատ մարդկանց է սպանում։ Ես միայն զինծառայողների մասին չեմ խոսում։ Իր սոցցանցի էջում գրել է Թրամփը, հավելելով, որ հրթիռներն ու անօդաչու սարքերը թիրախավորում են Ուկրաինայի քաղաքներն առանց որևէ պատճառի։ Թրամփն իր գրառման մեջ քննադատել է նաև Ուկրաինայի նախագահին, նշելով, որ Զելենսկին իր երկրին ոչ մի լավություն չի անում իր ներկայիս հռետորաբանությամբ։ Նրա կողմից հնչեցված ամեն ինչ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս, ավելի լավ է դադարեցնել։ Սա պատերազմ է, որ երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Սա Զելենսկու, Պուտինի եւ Բայդենի պատերազմն է, այլ ոչ թե Թրամփի։ Ես միայն օգնում եմ մարել մեծ հրդեհները, որոնք սկսվել են անգործունակության եւ ատելության պատճառով, նշել է Թրամփը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակմանն ի պատասխան Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ պետք է Ռուսաստանի վրա ուժեղ ճնշում գործադրել։ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային ավելի շատ տառապանքներ եւ ավերածություններ պատճառել։ Սարսափելի է տեսնել երեխաների անմեղ զոհերի շարքում։ Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի վրա ամենաուժեղ միջազգային ճնշումը այս պատերազմը դադարեցնելու համար, նշել է Կայա Կալասը։ Մերի Ներսիսյան, լուրեր։